Բարև ընկերներ եւ ոչ միայն ընկերներ։ Հին տարերի Պարսկաստանում մի թագավոր է լինում։ Եվ այս թագավորը պատերազմի մեջ էր հարևան երկրի հետ։ Դե հին տարերում կանոնավոր բանակ չկար եւ պատերազմի ժամանակ հողագործների ընտանիքներից ամեն մեկից մի արուզավակ զորակոչում եւ տանում էին սահմանը կռվի։ Արդեն 6 ամիս էր կռվի մեջ էր եւ գործերը լավ չէր գնում։ Ինքը կարիք ուներ մի հատ զավակ էլ նորից զորակոչեր, հարկերը բարձրացնել եւ ժողովրդի տեղաշարժը արգելել, որտեվ բանակից չփախնային եւ այսպիսով 9 կետանի վատացումներ պետք է հայտներ ժողովրդին։ Բայց ժողովուրդը արդեն զզված էին եւ թագավորը չի համարձակվում այս գործին գնալ։ Կանչում է վեզիրին եւ խորհրդակցում է իր հետ եւ ասում է, որ վազիրին ասում է, որ դու ինքդ լավ գիտես մենք ինչ վիճակի մեջ ենք եւ այս 9 կետանոց վատացումները պետք է հայտնենք ժողովրդին, բայց ես չեմ համարձակվում, որովհետեւ վախենում եմ, որ իմ թագավորությունը տապալեն։ Վազիրը թագավորից մի օր խնդրում է, որ մտածի, թագավորը համաձայնվում է եւ ասում է, բայց ոչ ուշ, վաղը այս ժամի ես քեզնից պատասխան եմ ուզում։ Վազիրը գնում է վաղը նույն ժամի երեկոյան ուրախ գալիս արքունիկ եւ թագավորին ասում է, որ թագավորն ապրած կենա ես հարցի լուծումը գտել եմ։ Թագավորն ասում է, ո՞նց ես գտել, ինչ ձևի է հարցի լուծումը, ասում է թագավոր ապրած կենա։ Այդ վատացումները 9 կետ չեն, մի կետ էլ ես եմ ավելացրել 10 կետ։ Թագավորն ասում է, այ մարդ, դու մի թե գժվել ես, ես 9 կետը չեմ համարձակվում ժողովրդին ասել, դու մի հատ կետ էլ ավելացրել ես։ Վազիրն ասում է, թագավորն ապրած կենա, դու գործ չունես։ Թագավորն ասում է, բայց դու պետք է ներկայացնես, վազիրն համաձայնվում է, այսինքն հրամայում է վազիրին։ Եվ դուրս են գալիս պատշգամբ եւ հին տարերի արքունիկն էսպես էր, որ իր պատշգամբի արքունիկի դուսը մի մեծ մեյդան էր, ժողովուրդ հավաքվում են այնտեղ եւ թագավորը դիմում էր ժողովրդին։ Եվ վազիրը սկսում է։ Առաջ թագավորի 9 կետ վատացումներն, ասում է, որ կռիվը լավ չի գնում, մեր երկիրը վտանգի մեջ է, ամեն մեկի մի հատ ընտանիքից մի հատ արուզավակ էլ պիտի տանենք, եթե այս հաղթվենք սենց կլի ու նենց կլի եւ այսպես եւ որովհետեւ այն մարդիկ որ թույլ են կարողա փախնեն զինվորությունից ձեր տեղաշարժը կսահմանափակվի եւ դուք պետք է ավելի շատ տուրք տաք եւ այսպեսով 9 կետը բացատրում է եւ 10-րդ կետը ասում է վաղվանից տրելն արգելված է։ Ժողովուրդ խառնվում են իրար եւ արդեն հարց առաջանում։ Մեկը գոռում ասում է թագավորն ապրած կենա։ Մի հատ տրելն օր մի անգամ տրելն արգելված թե ընդհանրապես արգելված։ Այն մեկ ուղից մեկը ասում է, որ եթե հիմա տրեցին ցեն չունեցավ ինչ։ Մեկն արցնում է ասում է, եթե այդանք դաշտում տրենք ինչ։ Այն մեկն ասում է, եթե թսենք ինչ։ Այն մեկն ասում է, եթե տրենք ցայն չունենա կամ հոտ չունենա ինչ։ Եվ այսպեսով հարցը վերածվում է տրելը արգելվելուն։ Ժողովուրդը արդեն մոռացել էր այն 9 վատացման կետերը։ Այսպեսով ինձ թվում է հայոց պատմություն, թե հայ ժողովրդի պատմություն, որ ինքը կարևոր կետ է, իմ կարծիքով դա հենց տրելը արգելված է։ Հաջողություն ձեզ։